Բարի օր, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քանդակագործ Մկրտիչ Մազմանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մազմանյան, դեպի քանդակագործություն ձեր մուտքը հետաքրքիր է սկսվել։ Սկսել եք պատերազմելով սեփական ստվերների դեմ, բայց ամեն քանդակագործ նախ նկարիչ է։ Ինչպես բացահայտվեց ձեր նկարելու տաղանդը։ Բայց որտեղից գիտեք, որ ստվերների հետ պատկերվել եմ։ Փոքր մանուկ 5 տարեկանից չէ, 5 ավելի փոքրուց։ Էդիմ այդ ոնց ենք ասում հայերեն, որ բռնվում քայլում էի, դրա ստվերի հետ էի կռվում։ Ես պատդվում էի ստվերս փոխում, սա էս ինչ բան է։ Շատ վաղ տարիքից եմ սկսել նկարել։ 5 տարեկանից արդեն սկսեցի նկարել։ Դա էլ շատ հետաքրքիր է եղել, թե ինչպես մեջս արտնասավետ նկարություն, կայզակի նման ինձ հարվածեց նկարչության նկատմամբ սերը։ Մեր գյուղում Բենյամին անունով մեկը կար, սպիտակ մորուք ուներ։ Ես էլ երեխա էի, մոտեցա տեսնեմ նկարիչը նկարում է իրեն, այս թևի տակից տեսա ու զարմացա սպիտակ թուղթի վրա ինչպես է սպիտակ բան ստացե, մորուք ստացե։ Հետագայում, երբ որ 13 տարեկանում ընդունվեցի ես Մերկուրովի անվան նկարչական դպրոց, իմ ուսուցիչը Միրզոյան Սերոժան հրավիրեց իրենց տուն նոր տարվան եւ իր գործերից ցույց տվեց։ Եվ ես տեսա այդ նկարը, որը պատճառ եղավ, որ ես դառնամ նկարիչ, այսինքն սկսեմ նկարել։ Շատ վաղ տարիքից այդպես իմ հոր-եղբոր աղջիկները գյուղում բավականին հետաքրքրական մարդիկ կային, ինտելեկտուալ, հետո գյուղի մեջ կար զինվորական միավորում, չասեն, ռադիոն բարձրացային անընդհատ դասական երաժշտություններ տալիս, օպերաներ եւ այլն, իմ մեջ մտավ, կամ էլ երևի ժառանգական է եղել մեջս։ Իմ պաբիս, պաբերիս, պաբաները կամ պաբերը հարսում ապրելիս, իրենք եղել են աշողներ, մաթեմատիկոսներ, ճարտարապետներ, եղել են, մեր ազգության մեջ եղել են, եւ մամաս էր շատ արվեստի հետ կապված, շատ գեղեցիկ երգում էր, հետագայում մամայից ժառանգեցի, զգացի, որ մամայից ձայնը ունեմ ես, շատ քաղցրամ ձայն ուներ, եւ այդպես շարունակեցի, եթե ի վերուստ տրված է, փոքրուց է սկսում նկարել, բայց կան նկարիչներ, որոնք ուշ են սկսել, օրինակ Ռոդենը ուշ է սկսել, բայց մեր նկարիչ, հեչ կարևոր չի դու երբ ես սկսում, գրողներ կան շատ ուշ տարիքում գրողներ, կարևորը արդյունքն է։ Դուք սովորել եք Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել եք Էստոնիայում։ Սակայն այդ տարիներին ինչու որոշեցիք արտերկրում ուսումը շարունակել, չնայած հիմա է նորաձև էլի արտերկրում սովորելը։ Դրսում սովորելը։ Չէ, ես ինձ պատճառ եղավ, ես ճիշտ ասած ուզում էի գնալ Լատվիա, բայց ես խառնեցի Ռիգան Տալինի հետ եւ Տոմսը գնելուց հայտնվեցի Տալինում եւ փառք ասու որ Տալինում հանդիպեցի, որովհետեւ հետագայում երբ որ մդերմասա Ռիգայում արվեստագետների բաները եւ իմ կուրսում էր կայնահակին լատիշներ, մշակույթը այնտեղի ինձ այդքան դուր չեկավ Ռիգան, ուղղակի ես մեր Զբալթյան մշակույթն էի սիրում, հատկապես երկեցողության բանը, երկչախմբայինը, ես չգիտեմ ցանկություն ունեցա գնալ այդպես ես հրավերք ունեի առանց քննությունների Երևանի մեր բարձրագույն համալսարանում ինստիտուտում սովորել, գեղարվեստի թատրիականում սովորելու, բայց նախընտրեցի գնամ Պրիբալտիկա, այնպես ջահելական բանով ելա գնացի, այդպես հատուկ ինչ-որ առանձնագի բաներ, նպատակներ չեմ ունեցել։ Եվ ասեմ ձեզ, ես փոշման եմ, որ գնացել եմ այնտեղ, որտեղ այդ ժանրը, քանդակագործության ժանրը, ահա որ թույլ էր իրենց մոտ, շատ թույլ էր, եւ ես սնվեցի այլ ժանրերից, արվեստի այլ բնագավառներից սնվեցի, որ մնամ մագարտակի վրա։ Բայց ինֆորմացիոն առումով մեր Զբալթիկան ինձ շատ մեծ օգուտներ է տվել, շատ մեծ։ Այն քանդակագործները, ովքեր սովորել են դրսում կամ երկար ժամանակ բնակվել են, ասում են, որ Հայաստանում քանդակագործությունը մնացել է ցածր մակարդակի վրա, այսինքն իրենք փոփոխություն չեն տեսնում, ասում են գալիս ենք նույն կարծես 70-ական թվականների մտածելակերպը լինի։ Դուք այդպես համարում եք։ Գիտեք, կա հետևյալը։ Հիմա օրինակներ չբերեմ, բայց մեր
Հայաստանում դպրոցը քանդակագործական դպրոցը շատ բարձր էր։ Ինչու էր բարձր, հնուց եկած բաներ։ Լավ ուսուցիչները տվել էին նորից ուսանողներ, որոնք նորից դարել էին ուսուցիչներ։ Օրինակ իմ բախտը բերել է, որ ես Արտոչ Հակմակցյանի նման ուսուցիչ եմ ունեցել, անալիտիկ ուղեղով, նորարար եւ այլն եւ այլն։ Այսօր չեն երևում, քչերն են, մագարտակի վրա քչերն են։ Այո, համասարանը, ուսումնարանը, դպրոցները բացարձակ ճիշտ չեն դասավանդում։ Դասավանդում են սոլֆեջո։ Ինչպես նկարել դասական ձևով, հնաձև։ Դու չպետք է սովորես այբենարան, դու պետք է սովորես հորինել, քեզ պետք է հորինել սովորել, կոմպոզիցիա պետք է սովորեն։ Մեր հետամնացություն չեմ կարող ասել, որովհետև տեխնիկապես բարձր են, ունակությամբ, կատարողությամբ բարձր են, հորինվածքային առումով եւ յուրահատկությամբ բարձր չեն, բայց հատուկ կենտ, որը բնորոշ է արվեստի բոլոր երկրների համար, ոչ մի երկրում էլ այդքան բարձր չի, 100 քանդակագործի մեջ կարող են լինել մեկը կամ երկուսը, այդպես չէ, մենք պատմությունից քչերին գիտենք, Ֆրանսիայից ում ենք ճանաչում, Ռոդեն, Բրանկուսի, Մայոլ, շատ քչերին անունը կա, բայց շատ քանդակագործներ են եղել, Բուրդել, այդպես Հայաստանում էլ քչերը կան, եւ հիմա երիտասարդների մեջ ես նշмарում եմ 1-2 շատ հետաքրքրական երեխաներ կան։ Այնպես որ կարող է դպրոցները, ուսումնարանները եւ ինստիտուտները պետք է փոխեն ուսուցիչներին։ 30 տարով աշխատող ուսուցիչ կա, 30 տարի նույն մարդուն ինչպես կարելի է լսել նույն մարդը։ Ճիշտ է, ուսանողները փոխվում են, նորն է գալիս, բայց ինքը հինն է մնում։ Ինքը դառնում է դասատու, ուսուցիչ, բայց ոչ հորինվածք սովորեցնող։ Ստեղծագործության հետ կապ չունեցող արդեն դառնում, մեխանիկական է իր մոտ դառնում։ Պատճառը դա է։ Կոմպոզիտորական դպրոցում տեսեք, Տերբերյան ունենք, Մանսուրյան ունենք, Զոհրաբյան Աշոտ ունենք, փոքրիկ Հայաստանի համար դա հսկայական բան, Միրզոյան ունենք, համաշխարհային դեմք, Հարությունյան ունենք, այսօր էլ երևի ունենք, մենք չգիտենք, ծերանում ենք ինֆորմացիայի հետևից այլևս չենք գնում, հանգիստ կյանքով ենք ապրում, առաջ ագահաբար ուզում ենք իմանանք ինչ կատարվեց դրսում, ինչ է կատարվում համալսարաններում, իսկիդեմ թատրոններում, կինոներում, այսօր չգիտեմ, ես չգիտեմ, գուցե կան երիտասարդ սերունդի մեջ շատ լավ կոմպոզիտորներ, չեմ կարծում, քանի որ օրինակ երգի թատրոն ունենք, եթե օրինակ բերեմ երգեցողությունից, քանի որ ես երգել եմ, գիտեմ, ամբողջ մի 2 սերունդ փչացրեցին մեր ուսուցիչները, երգի ակադեմիա ունենք, ինչ ունենք, անուններ կարող եմ տամ, Արտուր Գրիգորյան, ինքը երգել չգիտեր, ինչպես պետք է երգել սովորեցնել։ Փչացրեց ամբողջ մի սերունդ, երգիչներից ոչ մեկը երգել չգիտի, երգը անգիր գիտեն, բայց երգել չգիտեն։ Հատկապես ազգային երգերը շատ վատ են երգում, ահավոր վատ են երգում։ Պարոն Մազմանյան, մեկ խնդիր էլ կա, ասում եք պետք է ավելի նորարար ձևով մտածեն, հա, սակայն մեր հասարակությունը ամեն նորարարություն չի ընդունում։ Քննադատությունների շարքը սկսվում է։ Դա շատ հետաքրքիր հարց է։ Հասարակությունը ինչ կապ չունի, թե հորինողը, գրողը, նկարիչը, դերասանը իրենք չպետք է իջնեն հասարակության մակարդակին, իրենց խնդիր է դրված, իրենց մոտ բարձրագույնին հասնելը, էվոլյուցիայի պետք է ենթարկվեն իրենք, հասարակությունը այդպես արագ չի կարող, հասարակությունը ուրիշ հոգսեր ունի, բայց կոմպոզիտորը, նկարիչը, քանդակագործը լրիվ ուրիշ, օրինակ ես ինձ չեմ ների, եթե ես հետ մնամ աշխարհի լավագույն քանդակագործներից բան առումով Ես պետք է ձգտեմ նրան, ես պետք է այդ բարձրության, թե ուր հասնեմ, դա ուրիշ բան, բայց պետք է ձգտեմ բարձրագույնին։ Հասարակությունը այդ բանը չունի, այդ քայլը չունի, բայց դարձյալ կարող եմ ասել, վերջերս ես եղա սիմֆոնիկ համերգի բարտագույն կոմպոզիտորի ամենաբարձ սիմֆոնիաներից մեկին դահլիճը լեցուն էր, 1 ժամ 20 րոպե, ոչ մի շշուկ, միայն ես եմ հազացել, բարձրացակ, 1 ժամ 20 րոպե քարացած լսում էին։ Հավանական է, մենք արդեն ժամանակավրեպ եզրակացություններ ունենք, մեր հասարակությունները բարձրացել։
Բայց տեսեք վերջերս Լևոն Թոքմաջյանը անլռելի զանգակատուն քանդակը տեղադրեց, քննադատության մեծ ալիք բարձրացավ, որովհետև մարդիկ ասում են այնտեղ սևակ չեն տեսնում։ Հիմա մենք բարձրացել ենք։ Ճիշտ է, այդ գործը Լևոն Թոքմաջյանը մեր հարգելի տարիքով մեծ երևելի անձնավորություններից քանդակներից մեկը, որը շատ լավ գործեր ունի արած, բայց այդ գործը չի հաջողվել իր մոտ եւ ինքը պատճառաբանում էր, թե ինքը այդպես է տեսել։ Եթե այդպես է տեսել, ապա ինչու է մաս քանդակում, քիթ քանդակում բերան, ինչու է ձգտում նմանացնել սևագին, եթե քու հորինվածքային ֆորմով դու քանդակեիր, ձևով ոչ ոք քեզ չէր հանդիմանի, թե ինչու ես այդպես քանդակել, չհաջողված գործեր, դա եւ ինքը պետք է ընդունի եւ ների։ Լինում են այդպիսի բաներ, բայց այդ աստիճանի ոչ։ Վերդին ինչքան էլ ուզենա վատ գրի, այդ աստիճանի վատ չէր կարող գրել։ Որևէ օպերա, որևէ երգ Դե գուցե չէր կարելի այդպես անել, սևագին չէր կարելի այդպես անել։ Այսինքն կարծում եք չպետք է դեմքը լիներ, այլ ընդհանուր Չի, ինքը պատճառաբանություն գտավ, որ ես այդպես եմ տեսնում սևագին, բայց եթե այդպես է, ինչու ես անատոմիական մարդ քանդակում, եթե անատոմիական բարի եղի ճշմարտացի լինել, նմանացնել իրեն, կամ լրիվ հորինվածքային, ուրեմն դեմք պետք չէր, մաս պետք չէր, քիթ պետք չէր, սևակ։ Որևէ ծավալ քանդակում ես, անում դնում ես սևակ, կամ սևագի հիշադակին։ Իր մոտ դա չէր ստացել, հարգանքս իրեն, եթե գլսի թողների ինձ, ինքը շատ լավ, Սարյանը շատ լավ գործ է, ուրիշ լավ գործեր էլ ունի արած ինքը մեր առաջավոր քանդակագործներից է եւ հարգանքի է արժան։ Այդ մեկը, ինչ ասեմ, անհաջող բահ էր։ Օրինակ սա է պատճառը, որ դուք հիմնականում երբ կանանց եք քանդակում, խեղճեր առանց գլխի են։ Իմ ամբողջ խնդիրը, գիտեք, ասում են ձև եւ բովանդակություն, որն է առաջնային, որը երկրորդայինը։ Իմ մոտ երբ որ գաղափար է ծնվում, ես սկսում եմ որոնել այդ գաղափարին համապատասխան միջոց, համապատասխան ձև։ Եթե ես չգտնեմ այդ գաղափարին համապատասխան ձև, ես չեմ կարող քանդակել։ Իմ համար առաջնակարգը դա է։ Գաղափարին համապատասխան ֆորմա։ Ուրեմն ձևը շատ կարևոր է։ Ձևամտածողությունը, դες ձևամտածողություն, ձևը մտքի հետ պիտի բռնի։ Ես հետևորդ եմ ձևամտածողության։ Այդ աշխարհը քանդակագործությունը ահավոր դժվար ճյուղ է արվեստի մեջ։ Քանդակագործությունը, որտեղ ծավալի հետ դու գործ ունես, մերժում է թատերականություն, մերժում է փիլիսոփայություն, մերժում է խմբագայնություն, իրեն օգնող ատրիբուտներ, մերժում է քանդակագործությունը։ Քանդակագործությունը սիրում է մաքուր լերկ ծավալ, որ այդ ծավալը դու ադա։ Իսկ իմ կիները դա լրիվ ուրիշ գաղափարներ են։ Ես իրականության մեջ եթե խոստովանեմ, ամբողջ կյանքս ցկտում եմ հույներին հավասար, ինչ-որ, ոչ թե հավասար, այլ այդ որագի ինչ-որ բան ստեղծել, չէ՞ որ հույները գովերգում էին մարդուն, ինչ քանդակում էին մարդեր, ամենաբարձրը մարդներ, մարդ Աստված էլի մարդու միջոցով, ես էլ իմ համար էլ ամենաթանկագին բան, ամենակադարյալ ձևը և ոգին երկրագնդի վրա, որը ես ճանաչում եմ, տեսնում եմ, զգում եմ, շնչում եմ, կինն է ինձ համար, և գլուխը իմ կիները առանց գլուխ են, ինչպես տեսել եք, հարցումի մեջ էլ կար, չէ, երկրորդական եմ համարում, կարևոր չի, որ գլուխը նրա համար լինի, որ գլուխը պետք է մտածելու համար լինի, ոչ, դա քանդակ է, քանդակային ծավալ է, արձանագործություն է դա արձանային անատոմիա է, քանդակային անատոմիա։ Ուզեցել եմ առաջնահերթը ինձ համար նաև էսթետիկան է, գեղագիտությունը, եթե գեղագիտությունը պակաս է, արվեստի ոչ մի ճյուղի մեջ երկրորդական խնդիր չէ գեղագիտությունը, առաջնական է։ Ամենաբարձր գաղափարների կողքին պետք է դնես գեղագիտությունը։ Եթե գեղագիտություն չկա, նա արվեստի զուրկ է։ Այ Պարուհի Սևակը արվեստի զուրկ էր։ Ձեր արձանը հիմնական հավաքական կերպար են, եթե խոսենք կանանց մասին։ Այո, իհարկե, բայց որը կուտակված է տարիների ընթացքում, իմ մեջ դա ձևավորվել է այդ ձևը, կանանց այդ ձևը։ Բայց եթե ես անեմ, ասենք, կոնկրետ կնոջ,
Էլի պիտի ես հետապնդեմ այդ կնոջ արդակինի վրա, ինչը կարող եմ իմ ձևով անել, ես իմ ներքինից եմ, իմ արսենալից, իմ բանկից կուդակված ծավալները ես օգտագործում եմ, բայց այդ օրերին, որ պետք է նոր կոմպոզիցիա անեմ, իհարկե նոր շունչերել եմ հավաքում, նոր բաներ եմ, որպեսզի այդ կնոջ, այդ կերպարի հետ համընկնի։ Դու պետք է ունենաս, դու նախորդ տարիների, բա ինչու ենք սովորում, ինչու ենք արվում, ինչու ենք այլ բնագավառների հետ այդքան գրականություն, թատրոն, որ կուլտուրա պետք է հավաքես, դու պետք է ներշնչանքներ ունես, այս փոքր ծավալի մեջ այնքան կուտակում կա, երբ որ պատճառ կա որևէ մեկին քանդակելու, դու արդեն պատրաստի ծավալներ ունես, պատրաստի մտքեր ունես արդեն, դու էլ չես ընկնում փնտրելու, արդեն մոտդ կա, համապատասխան բանն ես գտնում, ու ինքը դուրս է, կոմպյուտերի միջից ոնց որ դուրս կա։ Այդպես։ Բուն աշխատանքի ժամանակ ինչ եք անում, բանաստեղծություններ գրում եք, երգեր լսում եք, որովհետև շատ քանդակագործներ հենց այդ ժամանակ նաև ստեղծագործում են։ Ես ամբողջ կյանքս երաժշտության տակ եմ աշխատել, ամբողջ կյանքս, եւ դասական երաժշտության տակ եմ աշխատել։ Եվ ափսոսացել եմ, որ երբ որ չեմ առանց երաժշտություն եմ աշխատել, ափսոսացել եմ, որ ժամանակս իզուր ասում, զուգահեռ կարող եմ մի բան անել։ Հիմա գտել եմ այդ աուդիո գրքերն եմ լսում հիմա։ Բայց վերջերս արդեն իրենից է ձանձրացա ես, ինչ որ տեղ խանգարում է, որովհետև իրենք են խաղում այն առոգանությունը, այն երևույթները, այն միջավայրերը, այն պատրակները, որ ես պետք է ունենամ, կարտացողն է արդեն անում, եւ իմ մոտ քչանում են այդ բաները, եւ հարուստ չէ ինձ համար, դադարք բան է ինֆորմացիա, բայց ընդհանրապես ես երաժշտության տակ եմ աշխատում, առանց երաժշտություն չեմ աշխատում, գործեր ունեմ, որոնք ասենք միայն Բախ, միայն Վերդի, միայն Մոցարտ, ես արել եմ դիպլոմային աշխատանք Վերդիի ռեկվիեմի ներքո, չնայած ավելի արդահայտի չէ ինձ համար, ավելի բան է Մոցարտի ռեկվիեմը, Շարլ Ազնավուրը, ինձ օգնել է Շարլ, իսպես ասեցի Մերձվացիկայում թույլ էր, ծավալային արվեստը թույլ էր, այդ եռաչափ արվեստը թույլ էր, բոլոր երկրներում, 3 երկրներում է թույլ էր, Սկանդինավիայում էր թույլ, եւ ինձ օգնում էր Շարլ Ազնավուրը, Բրելը, Պիաֆը, իրենք էին ինձ օգնում, ես աշխատում էի իրենց ստեղծագործական այդ երևույթը վերածել քանդակային, ծավալային երևույթի վերածել եւ ստացվեց իմ մոտ, իրենք էին իմ ուսուցիչները, իմ ուսուցիչ Վերդին, Բախը, Մոցարտն է եղել, Տերդերյանն է եղել, Շարլ Ազնավուրը, ամենամեծ իմ ուսուցիչներից մեկը եղել է Շարլ Ազնավուրը, նաեւ անձը, որը այդքան օժտված, երկրագնդի վրա քիչ մարդիկ կան, որ այդքան օժտված են ինչպես Շարլ Ազնավուրը, եւ այդ օժտվածությունը ինձ ստիպում էր, որ օժտվիր, դու էլ օժտվիր, ցկտիր իրան հասիր։ Այդ ցկտումը, եթե ցկտումը չկա, ավելի լավ է չզբաղվես արվեստով։ Կորոնավիրուսի օրերին դուք հենց Ազնավուրի մի քանի արձաններ եք, չէ՞, քանդակել։ 12-13 պորտրետներ եմ արել Ազնավուրից, այո, ցուցադրվել են։ 100-ամյակին ցուցադրվել է։ Բայց ինչու այդ արձաններից ոչ մեկը իր տեղը չգտավ, օրինակ հենց Ազնավուրի անվան հրապարակում կամ այլ տեղ։ Ճիշտն ասած, ես Ազնավուրին արել էի կիսա աբստրակտ, ոչ դեմք ուներ ինքը, ոչ մարմին ուներ, ուղղակի ես դադարք բանով է արել, որ ինքը Հայաստանի մեջ է, ով նայեր Ազնավուրի մարմնի միջով երկիրը տեսներ, ինքը երկրի մեջ էր, երկիրը իր մեջ։ Իմ մոտ նպատակը դա էր, բայց պատվերը այդ որ դրված է հիմա, պատվերի մեջ դրված էր, որ պետք է նման լինի իրեն եւ անատոմիական ճիշտ լինի, ֆիզիկապես ճիշտ լինի։ Իմ արձանները չէին համապատասխանում, բայց պորտրետներս համապատասխանում են։ Ես բազմաթիվ պորտրետներ ունեմ եւ ֆիգուրատիվ Ազնավուրի ստեղծագործություններ ունեմ։ Դե կարևոր չի, իրենք ապրում են, կարևոր չի որ մի տեղ դրվի։ Ես ունեմ, չգիտես, երբ օրը կա, գուցե որևէ այլ երկրում դրվի գործերիցս մեկը, կամ կարևոր չի, դա ինձ համար էտապ է, դա աստիճան է, որի վրայով ես պետք է քայլեմ։ Եվ Ազնավուրի գաղափարը իմն է չէ, իմ կնոջ գաղափարն է, որ Ազնավուրն էր քանդակի, այդ մեծ մարդուն պետք է քանդակել եմ եւ Ազնավուրը ինձ նոր ճանապարհի վրա դրեց եւ այդ թվականներին իմ լավագույն գործերն եմ արել, ամենահետաքրքրական արդիական մոդեռն ծավալներով իմ լավագույն գործերն եմ արել։
Այդ երկու տարեկին կորոնավիրուսից մինչև անցած տարի եւ հիմա շարունակում եմ։ Էլի Ազնավուր։ Չէ, այլ կոմպոզիցիաների մասին է խոսքը։ Ազնավուրի տարիքին ես սկսեցի անել նոր սերունդի քանդակներ։ Իմ համար նոր սերունդի, նոր աստիճանի արձաններ, որոնք լավագույնն են իմ գործերի մեջ, մտքով, ծավալով, որպես նորություն, որպես ինքնատիպություն, շատ կարևորագույն բան է ինքնատիպությունը, շատ ինքնատիպ գործեր։ Հիմա դա ես եմ ասում, գուցե դիդորտը կասի չէ, ինքնատիպ չի, բայց ես չեմ կարող սուտ խոսել, քանի որ ես ինֆորմացիա ունեմ։ Եթե ինֆորմացիա չունես, միամդորեն կարող ես նմանվել որևէ մեկին, իսկ եթե ինֆորմացիա ունես եւ արդեն հասուն ես տարիքով, դու քեզ պետք է չշրջանցել, դու քո գործը կանես, որտեղ ինքնատիպ ես արդեն։ Պարոն Մազմանյան, ձեր շատ աշխատանքներ տեղադրված են այլ երկրներում, Լիբանան, կարծեմ Դոնի, Ռոստով եւ այլն։ Ինչու Հայաստանում չկա որևէ արձան ձեր։ Ես Հայաստանում ունեմ։ Ես Հայաստանում հսկայածավալ արձան ունեմ, որը չի ծերանում երբեք, հնանում, ապա չի ծերանում օտակայանի բաները, կողապատերը, հսկայական գործեր են, որ շատ ինքնատիպ գործեր են, այլումին եւ աբագի, որ 80 թվականին եմ արել։ Դե նաև երիտասարդական պալատի Երիտասարդական պալատը, որ կործանվեց գնաց, շատ հետաքրքրական գործ է։ Ես ունեմ Պանթեոնում, ունեմ Սոս Սարգսյանի արձանը, Վարդոնի Վարդերեսյանի այդ հուշարձանները, Վիգեն Ստեփանյանն ունեմ, Սոսը եւ Վարդոյի Վարդերեսյանը շատ հետաքրքրական լուծումներ են տված, շատ հետաքրքրական լուծումներով է արված։ Ունեմ, բայց ես երկար ժամանակ Հայաստանում չեմ ապրել։ Եթե ես Գյումրիի օտանավակայանը ես եմ արել, էլի դարձյալ հետաքրքրական են։ Չի Երևանում ես բավականին բաներ ունեմ արած։ Նկատի ունեմ քաղաքում էլի քաղաքային արձաններ չկան։ Այո, ցավոք կենտրոնում չունեմ արձաններ, բայց հուսամ կունենամ։ Հիմա մեկ արձան արել եմ, որը դեռ Երևանի քաղաքային այդ բնակության վայր չունի, հուսամ կլինի։ Նկատի ունեմ Կոստանդզարյանի արձանը։ Այո, փետրվարի 8-ին տեղադրվեց, ժամանակավոր։ Ժամանակավոր են տեղադրել, բայց դա բան է, ի վնաս քանդակագործի, որովհետև եթե քաղաքում դրվող, միջավայրում դրվող արձանը արմատները ճիշտ չեն, հիմքը ճիշտ չէ, ճարտարապետությունը ճիշտ չէ, իսկ իմ մոտ ժամանակավոր է դա, որպես հենարան, ինքը կորուստ ունի, ինքը ընկալման կորուստ ունի, բայց համաձայնվեցի, որպեսզի ցուցադրվի։ Քանի որ Կոստանդզարյանին ես ոչ միայն սիրում, հարգում, պաշտում եմ ուղղակի, ինձ համար աստվածային մի հորինող է ինքը։ Արձանը դուք հիմնականում որտեղ եք պատկերացնում, որ պետք է տեղադրվի։ Դե արդեն ես ճիշտն ասած, տեղը ցույց են տվել ինձ որտեղ ենք ուզում տեղադրել, ես ըստ տեղի եմ մեկնաբանել։ Տեղը շատ կարևոր է, իր շարժումը, դիրքը, 4 կողմից ինչպես նայվի, ինչպես տեսել եք, իմ արձանը հետև առաջ կողք չունի, 4 կողմից ինքը դիտվում, 4 կողմից ծավալային բան է, փորվածքներ են, խոռոչներ են, չգիտես ինչեր են, ես սիրում, քանի որ Աբովյան փողոցից, իր տան մոդերքը, փողոցից իջնող վարորդները, հաջախորդները, քայլողները, դիմացից, մյուս տրոտուարից եկողները եւ այնպեսի հորինվածք եմ արել, որպեսզի 4 կողմից ինքը նայվի։ Իսկ արձանի խնդիրն է, որպեսզի 4 կողմից նայվի։ Չնայած իշքան գուզես մտածի, հորինի, տանջվի, ինքը ունի իր կուլմինացիոն կետը։ Այս արձանները իր կուլմինացիոն կետը ունի, որ դիմային մասով է։ Եթե չճանաչեիք Կոստանդզարյանին, այդ կերպ կքանդակեիք։ Ես քանդակել եմ առանց ճանաչելու, չնայած ծայրից ծայր եւ իրեն տեսել եմ, շփվել եմ իրեն հետ եւ գրքերն եմ կարդացել, բայց թեմայից դուրս եմ արել։ Ես Կոստանդզարյանին իր ոգին եմ քանդակել, մազմանյանական Կոստանդզարյան եմ արել։ Դա պետք է այդպես լինի, այդպես չեղավ, ինքը արժեք չի ունենա։ Եթե Կոստանդզարյանի իր ֆիզիկական պատճենահանումը անի, դա արժեք չեր ունենա։ Ես քանդակել եմ Մազմանյան, իմ ոճով եմ քանդակել, իմ մտածող, իմ աշխարհայացքով Կոստանդզարյան եմ քանդակել։ Նրա հետ ինչ թեմաներով եք զրուցել, թե ուղղակի հերակա շփում է եղել։ Բանի Կոստանդզարյանի հետ, չէ, ես երիտասարդ տղա էի, 20 տարեկան, 19 տարեկան, երբ որ Արտո Չակմակչյանը իրեն դեմքներ քանդակում, ես ներկա եմ եղել 2-3 օր ներկա եմ եղել, շփվել եմ հետը, խոսել եմ հետը, ջուր եմ բերել իրեն տվել, զարմացել եմ, հիացել եմ,
որ այդպիսի անհասանելի մի կերպար կա Երևանում, անհասանելի մարմին, ֆիգուր, կեցվածք, խոսույթ, որ ինքն էր խոսում, բացառիկ ինտելեկտուալ, մեծագույն ամեն ինչով օժտված մի անձնավորություն։ Աստված էր ինձ համար Կոստանդարյանը։ Եվ թողեցի, մոռացա։ Հիմա երբ որ ընթերցեցի իր գրականությունը, կարդացի, տեսա, որ մարդը լրիվ հայ ժողովրդի, հայ մշակույթը, հայ գրականությունը միջազգայնացրել է ինքը։ Միջազգային մարդ է, միջազգային գրող, ինքը միայն գրող չէ, ինքը ճարտարապետության վերլուծաբան, ինքը երաշտագետ, իր Իսպանիա գրքի մեջ այնպիսի վերլուծություններ կան նկարիչների, գրողների, քանդակագործների, քաղաքի հատուկ ճարտարապետության վերաբերյալ, որ զարմանահրաշ, դա պետք է գիրք դառնա մեր դպրոցներին, բարձր դասարաններին եւ համալսարաններում պետք է Կոստանդարյանի այդ Իսպանիա գրվի ինքը ընթերցեն բոլորը, պետք է հատուկ առաջադրանք լինի, որ դա ընթերցեն այդ գիրքը։ Մի բացառիկ վերլուծություններ ունի, բացառիկ։ Իսկ կա հայտնի մարդ, ում միշտ ուզեցել եք քանդակել, բայց չի ստացվել։ Ես հիմա ծրագրավորել եմ քանդակել մեր այսօրվա ինտելեկտուալ մարդկանց, այսօրվա։ Երեկվանը ինձ արդեն չի դարձնում, որ քանդակված են նրանք քանդակվել են եւ շատ լավ քանդակներ ունենք մենք։ Մեր շատ լավ քանդակագործներ, շատ լավ պորտրետներ են արել։ Ես հիմա ուզում եմ մեր այս երիտասարդ սերունդին, որովհետև ինձ համար սովետական շրջանի, մինչև սովետական շրջան, դա մեկ ուրիշ բան էր։ Պետական հովանավորություն կար, չգիտես ինչեր կար, թերթերի մեջ տպում, խոսում հավատում էին։ Այսօր ես գրողների գիտեմ, բանաստեղծի գիտեմ, որ ինձ համար ավելի մեծ է, քան շատ մեծ էր, որոնց աշխարհը գիտի, հայությունը գիտի ամբողջ, բայց այս մարդուն քչերը գիտեն։ Եվ ով է այդ մարդը։ Չեմ ուզում ասեմ, անուն չեմ տալիս, որպեսզի մյուսները չբանանեն։ Հայաստանաբնակ, այո, Հայաստան։ Եվ կարևոր չի, որ դա իմ ընկերն է, եթե ես ընկերս չներ կարտայ, իր բանաստեղծության ձևը ինձ պարտադրում է, որ իր նման մտածեմ ես։ Այ իրենից սնվում եմ ես։ Ինքը ինձ դրդում է, որ նոր ծավալներ անեմ, ինքը ինձ դրդում է, որ չհնանամ ես, չմնամ ուրիշ ժամանակի մեջ, գնամ նոր ժամանակի մեջ։ Քանդակագործները երբեմն արձանները համեմատում են գինու հետ, ասում են ինչքան հնանում է, գինին այնքան քաղցրանում է, այնքան էլ արձանը, ինչքան մնում է, այնքան սիրվում է, դառնում է արդիական։ Արդյոք այդպես է։ Լավ գործերը այդպես են։ Հիմա Միքելանջելոյի քանդակները ինչպես կարող են գինու նման չլինեն, գինու նման են, կամ Ռուբեն Նակյանի, կամ մեզ վերցնենք մեր Արտաշես Հովսեփյանի բանը, Թամանյանի արձանը, Արմեն Տիգրանյանի արձանը գնալով ավելի հզորանում են, ավելի խորանում են, լավն են, մեզանում են, լավ արձանը, լավ հորինվածքը, լավ գիրքը, ինչպես Սերվանտեսն է, Շեքսպիր եւ այլ նարեկացի, իրանք հնություն չեն հնում, այսինքն տարիքով մեզանում են, բայց չեն ծերանում, չեն պարավում, չեն կորցնում իրենց արդիականությունը երբեք, իրենք միշտ արդիական, Շեքսպիրը այսօրական է։ Ձեր գործերից ո՞րն է, որ միշտ կլինի արդիական։ Ես դրա շուրջը չեմ մտածել։ Ունեմ գործեր, որ օրինակ Օտակայանի այդ կողապատերը իրենք միշտ արդիական են, որովհետև արդի ծավալներով է արած, նոր նյութերով է արած, նոր մեկնաբանությամբ է արած եւ ճիշտ է մտածված ինքը միշտ կմնա։ Եվ իհարկե գործեր ունեն, որոնք երբեք չեն հնանա։ Ընդհանրապես ես լավ կարծիքի եմ իմ գործերի մասին։ Եթե չտեսնեի, ես ամեն օր տեսնում եմ, տան մեջ որ ապրում եմ, ես տեղ չունեմ բայրու, տան մեջ է։ Ամեն օր իմ գործերը տեսնում եմ եւ սկսել եմ ինձ հավանել։ Սկսել եմ հավանել ինձ։ Իրենք ճիշտ են։ Իրենք ժամանակի փորձությունը անցել են։ Քննությունը տվել են ժամանակի։ Խոսեցիք արվեստանոցից, որքանով գիտեմ, ձեր գործերը 2 անգամ գողացել են, չէ՞։
Այո, մեկ անգամ ամբողջ 35 տարվա գործերս կործանվեցին, բայց բախտի վերման լավագույնները մնացել են։ Լավագույնները 3-4 հատ մնացել են, փշրված են, ես հավաքեցի։ Բայց մնացածը չկա։ Եվ ֆիլմեր նկարահանված, երբ որ pedagogical մրցանակ ստացա, այդ ֆիլմերը կորե, ֆիլմը չկա։ Բայց ֆոտոները ունեմ, փառկասու ֆոտո։ Երկրորդ անգամ 2 տարի առաջ գողացան իմ, այսպես ասած, էքսպերիմենտալ քանդակները, քանի որ ես ձուլարան ունեի, ես էքսպերիմենտներ էի անում, ինչպես կարելի է ձուլել այս նյութի վրա, այն նյութի վրա, այս վիճակով, այն վիճակով, բոլորը գողացան, 22 արձան գողացան նախանցած տարի բրոնզից։ Իսկ առաջին անգամ Շատ արդեն 2004 թվականներին ինչ այդ թվականներին են։ Գողին չգտա։ Լրիվ կործանվել էին գործերս, մի քանի գործ մնացել էին միայն, որոնք ինչպես ասեցի, իմ լավագույն գործերից 3-4 նմուշ մնացել են։ Գողին էլ չգտաք։ Գող չէ, ոչ էլ հետևել եմ ես, որտեղ հիվանդանոցում պարգած սրտի գործողություն էի անում, ընտանիքի անդամները ինձ չասեցին, որ ես չվադանամ, հետո կամաց հասկացրեցին, որ երբ որ գնացի արվեստանոց, տեսա ոչինչ չկա, գործերիցս ոչ մեկը չի մնացել։ Հիմա սկսել եմ որոշ ֆոտոներով վերականգնել որոշ լավ գործեր, բայց ես ունեի իմ մայրիկի դիմականդակը, որ հրաշալի մի գործ էր, իմ սկսնական շրջանի գործերից էր եւ լավն էր։ Իմ համար լավ էր եւ քանդակագործական արվեստում էլ ինքը տեղ ուներ ապրելու, չկա ֆոտոն կա։ Այսինքն ինչ նյութից էին պատրաստված, որ այդտեղ տարել են։ Ոչ բոլորն էին բրոնզ, նաև գիպսից եւ արհեստական նյութերից, փայդից, պիսի գործեր էին, աբագուց գործեր ունեի, կործանվեցին, տարան, ամեն ինչ տարել էին, հադագնել էին քանդե տարե։ Այո, ես 6-րդ մասիվ, թող իմանան 6-րդ մասիվները, որ ինչ են արել եւ ես այն չեմ հանել։ Հադագը ինչպիսի կոնք են ասում, զուգարանի կոնքը անգամ տարել էին, ամեն ինչ տարել էին։ Պլանավորված գողություն, իմացել են տանը չեք, ամեն ինչ տարել են։ Թալան, այդպես շատ դժվար է, 35 տարվա իմ աշխատանքը եւ իմ երիտասարդ են ավիոնով շրջանի գործերը կործանվեցին այդպես։ Իսկ ինչ եք մտածում, ձեզ վնաս տալու համար են տարել, թե ուղղակի վաճառել։ Ես այստեղ չեմ, այո, նաև վնաս տալու համար, որովհետև կար մեկը, որը ուզում էր գներ ինձանից, իսկ ես չէի վաճառում իրեն այդ արվեստանոցը։ Խնդրում եմ համարժեք բան գտնի իմ տներին մոտ։ Ես էլ իրեն տամ, հավանական է իրեն ձեռքի գործն է։ Հավանական է, բադություն են արել։ Բայց ես հստակ չգիտեմ։ Ինքը չկա, այդ անձը հիմա չկա, ոչ ոք չգիտի որտեղ է այդ անձը, որը ուզում էր ինձանից գներ, անընդհատ զանգում էր, խնդրում էր, որ գներ ինձանից։ Այդքան աշխատանք կորցնելուց հետո, ինչպես կարողացաք ուժ հավաքել նորից ստեղծագործելու համար։ Այդ գիտեք, շատ արվեստագետներ, իրենց մասին գրողները հորինում են, որ այսպես ընկճվեց, այս եղավ, պետք է ասել, եթե մեջդ կա ստեղծագործելու այդ գիրքը, չես կարող դատարել, պետք է շարունակես, ինչպես կարող ես չաշխատել։ Աշխատանքը այս տարիքից ես 81 տարեկան եմ, ամեն օր աշխատում եմ, հիմա էլ եմ աշխատում, ձեռքերս տեսեք։ Հիմա կոնկրետ ինչ աշխատանք եք կատարում։ Հիմա ճիշտն ասած ես ունեմ հայերեն ասած այսպես սֆերիկ ֆորմաներով արած մի շրջան ունեմ քանդակների, որ 5 տարի առաջ, 10 տարի առաջ եմ արել, 7 տարի առաջ արած, իրենք չափերով փոքր են, ես իրենց մեծացնում եմ, մեծ չափերի եմ հասցնում, հետն էլ զուգահեռաբար նոր բաներ եմ անում նաև, այդ չափի մեջ իրենք շատ ավելի գնահատելի են դառնում, քան փոքր չափի մեջ։ Ճիշտ է, հորինվածքը կուզես այս փոքր գիրք լուստես սուր մեջը լավ բաներ գրած, կուզես հսկայական գիրք մեջը վատ բանաստեղծություններ գրած։ Քանդակն է նույնն է։ Որպես քանդակագործ, դուք կարող եք ասել, որ քանդակել եք ամեն ինչ։ Ոչ։ Ինչպես կարող ես ասել ամեն ինչ, երբ որ դու անդադ զարգացման մեջ ես, աճի մեջ ես։
Իհարկե ելևեջներ կա, մեկ-մեկը վայրես կամ դատարում ես աշխատելուց մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, գուցե տարի, չէ, ես այս տարիքից դեռ ցկտում ունեմ, դեռ ապագայի մասին եմ մտածում, թե ինչեր կարող եմ անել։ Այդպես է, ճիշտ մշակույթը այդպիսին է, ինքը կանգնել չգիտի, ինքը պետք է գնա առաջ, փոխվի, ըստ ժամանակի փոխվի, ըստ հրամայականների փոխվի, ինձ թվում է տիեզերքն էլ դերակատարություն ունի, ժամանակի բանը արագությունները, այդ ամբողջը նշանակություն ունեն։ Տեսեք մոդան ինչպես է, շորերը բաները ինչպես են փոխվում։ Ուդելիքներն են սկսել փոխվել։ Իրենց համն են կորցրել, ես չգիտեմ, վնասագարեն, մեջը խառնուրդներ են անում, որ շատ լինի եւ այլ։ Բայց արվեստը գնալով հա պիտի զարգանա, պիտի փոփոխ։ Նա էլ գիտություն է, արվեստը գիտություն է, իմացեք։ Քանդակագործությունը գիտություն է, ուղղակի դժվար ընթերնելի է, մի քիչ, ինչպես մաթեմատիկան հասարակությունը չի կարող իմանալ, ինչ է նշանակում։ Այդպես էլ քանդակագործությունը շատ դժվար ընթերնելի է։ Ճիշտ քանդակագործությունը, որը ժամանակին համահունչ է զարգանում, դժվար ընթերնելի է։ Ընթերնելի է միայն չասեմ էլիտայի համար, այլ ավելի զարգացած մարդկանց համար, ավելի ինֆորմացված մարդկանց հասարակության համար։ Կամ եթե քո հասարակությունը ցածր է մեկ այլ երկրի հասարակություն, այդ մեկ այլ երկիրը կընթերնի քո արած քանդակը, քո արած մշակույթը։ Այսինքն ինքը կանգուն չէ, չէ՞ որ ցուցադրվում եմ դրսում գնահատականները այլ են, Հայաստանում այլ են։ Հայաստանում կարող են անտարբեր մոդենալի մարզանին, բայց արտասահմանում ես որ ցուցադրում եմ շատ բացառիկ վերաբերմունքով են մոդենում մարզաններից։ Իդեպ բացի նկարիչների միության անդամ դառնալը, դուք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ եք։ Ինչ հնարավորություն է տալիս դա։ Ոչ նկարիչների միության, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ոչ տիեզերական բանի լինելը, ոչ մի հնարավորություն չի տալիս, թե ազնվորեն խոսենք։ Երբ որ դու քո բնույթով աշխատող ես, քո բնույթով դու հասկանում ես արվեստի անսահմանությունը, անվերջանալությունը, իր տեսակի մեջ, տարատեսակության, բազմազանության մեջ դարձյալ անվերջանալությունը, անսահման է արվեստը։ Դրա համար այդ տիտուլներ, մեդալներ, ոչինչ չեն տալիս, գուցե եւ շատերի համար վատ են, փչացնում են, հավատում են, որ իրենք այդպիսին են։ Մենք ունեինք Հանջարեղ Սարյան, այնքան մեդալներ տվեցի, որ Սարյանը դանդաղեց Հանջարեղ լինելուց։ Ազնավուրին մեդալ տվել են։ Ազնավուրի որ տարիքի գործը վերցրեք, մեծագույն ստեղծագործություն է։ Այո, տեսնում ես, որ ձայնը երիտասարդի չի, բայց հորին բացկը երիտասարդի է։ Արվեստը պետք է միշտ երիտասարդ լինի, միշտ երիտասարդ, թարմ լինի։ Ես մտածեցի հնարավորություն կտա, որ քանդակագործի աշխատանքները նաև դրսում ճանաչեն կամ պատվերներ կատարեն։ Իհարկե։ Դա շատ կարևոր է դրսում ցուցադրվելը։ Ես բախտ եմ ունեցել շատ երկրներում ցուցադրվել հսկայական քանակությամբ երկրներից 300 գալերիաներ են գալի, ցուցասրահներ բերում ցուցադրվում են։ Դու իրենց կողքին նայում տեսնում ես Իսպանիա է, Ճապոնիա է, Չինաստան, ես չգիտեմ ինչ։ Դրսում այդ թվով շատ անսահման թվով հսկայական ցուցահանդեսներ են ունում եւ մեր հայերը տարբեր երկրներից եկած նկարիչներ, քանդակագործներ շատ լավ որակ ունեն, շատ լավ որակ, ոչինչով չեն հետ մնում մյուսներից։ Մյուսները գուցե տեխնիկապես, օրինակ քանդակագործության մեջ այդ վերջին շերտերը, որ պատինա ենք ասում եւ ողորգությունը, չգիտես, ծուլվածքի որակը գուցե իտալացիների մոտ, ամերիկացիների մոտ բարձր է որակը, բայց հորինվածքը զիջում է հայերին։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում ենք քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ։